Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճզգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով։ Եվ քիչ անց ես կներկայացնեմ հուլիս ամսվա կանխատեսումները, ավերիչ եւ անկանխատեսելի հուլիսը ինչ է մեզ սպասվում։ Սիրելիներս, մինչ բուն նյութին անցնել եմ, մինչ հուլիսի սարսափների մասին ես ձեզ կներկայացնեմ, հիշեցնեմ, որ մինչև հուլիսի վերջը գործում է 50% զեղչ իմ բոլոր ծառայությունների համար, այդ թվում եւ on-line խորհրդատվության համար։ Սիրելիներս, իմ գերճզգրիտ խորհրդատվությունը ներառում է ոչ միայն արևմտյան աստղաբանությամբ ձեր աստղային քարտեզի վերլուծությունը, անցյալը, ներկան, ապագան, պատասխանները ձեր հարցերին, այլ նաև բացի չինական աստղաբանության վերլուծությունը, որը գերճշգրիտ է նույնպես եւ շատ ճշգրիտ եւ անցյալն է ցույց տալիս եւ ներկան եւ ապագան։ Նաև խիրոմանցիա, այսինքն վերլուծում եմ ձեր ձեռքի ափի գծերը։ Եվ 50% զեղչ է գործում նաև մոգական ծառայությունների համար, բոլոր մաքրումների համար, ճանապարհներ բացել, ճակատագրի շտկումներ կատարել, այնպես որ շտապեք օգտվել զեղչերից, հիշեցնեմ, տեղերը խիստ սահմանափակ են։ Սիրելի բարեկամներ, ես դեռևս անցած տարվա իմ կանխատեսումներում նշում էի, որ 26 թվականի հուլիսը եւ օգոստոսը, նաև մասնակիորեն սեպտեմբեր եւ հոկտեմբերի սկիզբը լինելու են հրեղենձի ու տարվա ամենաբարդ, ամենաավերիչ, ամենաանկանխատեսելի, տարբեր աղետներով լի, թե բնական, թե մարդածին ամիսները այս հրեղենձիութը, ընդհանրապես հրեղենձին ինչով է վտանգավոր, ես դա անցած տարվանից արդեն բազմիցս նշել եմ, որ այստեղ շատ ուժեղ է տարվա ընթացքում հրեղեն էլեմենտը, այսինքն կրակը, իսկ ամռանը հրեղեն էլեմենտը էլ ավելի զորանում է, այսինքն ամառային ամիսներին, թե հունիսին, թե հուլիսին, հատկապես հուլիսին, շատ հզոր է հենց հրեղեն էլեմենտը։ Հունիսին ինչով էր հզոր, որ փայտե ձյու ամիս ունենք, այսինքն փայտը դա վառելիքն է կրակի, այսինքն հզորանում է կրակը, որ փայտը մենք ավելացնում ենք, այդ խարույկի մեջ բոցավառվում է, կրակի մեջ, եւ այդ իսկ պատճառով նաեւ հունիսը մեզ մոտ տեսակ ինչ այսպես տատանումներով, չգիտեմ, ռազմաքաղաքական սրացումներով, բարդություններով, անկանխատեսելի զարգացումներով, բավականին լի բարդ իրադարձություններով, նաև ողբերգական իրադարձություններով ամիսեր։ Եվ հատկապես ես նշել եմ, որ հունիսի վերջն է այդպիսին լինելու եւ արդեն մենք տեսանք, որ 2 օրվա ընթացքում, կարելի ասել 1.5 օրվա ընթացքում 3 հուժկ ու երկրաշարժ տեղի ունեցան աշխարհի տարբեր հատվածներում։ Առաջի երկրաշարժը տեղի ունեցավ հունիսի 24-ին առավոտյան ժամը 8-ին տեղական ժամանակով եւ ցնցվեց հյուսիսային Կալիֆոռնիայի ափը 5.6 մագնիտուդով երկրաշարժ տեղ ունեցավ, բայց ամենահզոր, ամենաավերիչ, ամենաարյունալի եւ տասնյակ հարյուրավոր մարդկանց վնասած երկրաշարժը տեղ ունեցավ Վենեսուելայում հունիսի 26-ին, տեղի ժամանակով ժամը 18-ին երեկոյան, այդ իսկ պատճառով շատ հենց ողբերգական է այս երկրաշարժը, որովհետեւ նա տեղի ունեցա երեկոյան, երբ մարդկանց մեծ մասը արդեն վերադարձել էին տուն եւ այդ իսկ պատճառով մարդկային զոհերը, վիրավորները, ավերածությունները առավելագույն էին։ 2 երկրաշարժ է տեղի ունեցել Վենեսուելայում 7.2 եւ 7.5 մագնիտուդով։
առայժմ տասնյակ զոհեր կան եւ հարյուրավոր վիրավորներ, բայց կարծում եմ դատելով ավերածություններից, բարձրահարկ շենքերի փլուզումից ցավալիորեն զոհերը ավելի շատ կլինեն։ Ես ցավակցում եմ բոլոր տուժածներին, եթե ցանկանաք սիրելի բարեկամների դեպ Վենեսուելայի մասին, մենք առանձին կխոսենք դեռ, դեռ շատ հետաքրքիր է, աղերսներ կան, առնչություններ կան Հայաստանի հետ։ Այժմ մի փոքր ես կներկայացնեմ, հետո ավելի մանրամասն առանձին տեսանյութ կներկայացնեմ հենց Վենեսուելայի մասին։ Եվ ի վերջո այսօր, այսինքն այս վիդեոն ես տեսագրում եմ հունիսի 25-ին 7:30 րոպեին վաղ առավոտյան Ճապոնիայում տեղի ունեցավ նույնպես հուժկու երկրաշարժ 6.9 մագնիտուդով։ Եվ սա ինչ է նշանակում, սիրելի բարեկամներ, այսինքն ալիքը սկսվեց ԱՄՆ-ից եւ ամբողջ երկրագնդով անցավ եւ պարպվեց Ճապոնիայում։ Դե ինչպես ասում են, կարկուտը ծեծած տեղն է ծեծում եւ Ճապոնիայում բավականին հաճախակ են տեղի ունենում հուժկու երկրաշարժներ, սա նրանց համար սովորական բան է, բայց Վենեսուելայում սիրելիներս շատ հետաքրքիր իրադարձություններ են ու տարվա սկզբից բավականին լարված իրադարձություններ էին տեղ ունենում, դուք գիտեք, որ նախագահ Նիկոլաս Մադուրոին առևանգեցին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով 2026 թվականի հունվարի 3-ին պարզապես առևանգեցին Մադուրոին եւ նրա կնոջը եւ այդտեղ բնականաբար ներկայացվեցին որոշակի մեղադրանքներ, նարկոտրաֆիկ եւ այլն, բայց իրական պատճառը դա այն էր, որ Մադուրոն որոշել էր ինքնակամ անեքսիայի ենթարկել նավթարատ հարևան Գայանայի նավթարատ հատվածը եւ իհարկե դա դուր չեկավ ԱՄՆ-ին ու առհասարակ Վենեսուելան հարավային Ամերիկայի ամենանավթարատ հատվածն է եւ այդ պատճառով Վենեսուելայի վրա իշխանություն թաթը դնել, այսպես իշխանություն հաստատել է, դա ԱՄՆ-ի վարդագույն երազանքն է, որը եւ նա իրագործեց հենց սկսեց իրագործել հենց 26 թվականի սկզբին, բայց հետաքրքրականը ոչ միայն դա է, այն է, որ Վենեսուելան իր անկախությունը ձեռք բերեց 1830 թվականին, ուրեմն սեպտեմբերի 22-ին եւ իմիջիալոց Վենեսուելայի դրոշը շատ նման է Հայաստանի դրոշին, ուղղակի այդտեղ գույները թարս են դասավորված, բացի դրանից նույն անունով նախագահ Ես դա նշել էի հունվար ամսին, ես նշել էի, որ շատ ընդհանրություններ կան եւ նաեւ նշել էի, որ բավականին բարձ զարգացումներ են սպասվում Հայաստանի Հանրապետությունը 26 թվականին, ինչու, որովհետեւ սեպտեմբերի 21-ին 2025 թվականին, այսինքն անցած տարվա այդ անկախության օրը, երբ մենք նշում ենք Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության օրը, ահա այդ ժամանակ տեղ ունեցավ Արևի մասնակի խավարում, իսկ դա գիտեք որ հղի է զանազան լարվածություններով, զանազան ճգնաժամային երևույթներով, բարդություններով եւ այստեղ Վենեսուելայի անկախության օրը գրեթե նույնն է, սեպտեմբերի 22-ին մի օրվա տարբերությամբ եւ ամբողջությամբ իհարկե այդ հարվածը եկավ Վենեսուելայի վրա, տեսեք տարվա սկզբից հենց նախագահին առևանգեցին, այնուհետև այս ավերիչ երկու երկրաշարժները, դրանք իհարկե պատահականություններ չեն։ Եթե ցանկանում եք սիրելի բարեկամներ, ավելի մանրամասն կանդրադառնամ Վենեսուելային, իհարկե Հայաստանի 3-րդ Հանրապետություն ես մշտապես անդրադառնում եմ գրեթե բոլոր վիդեոներում ապագայի մասին ներկայացնում եմ, բայց այս այսինքն մեր երկու երկրների ընդհանրությունները պարզապես աղշեցուցիչ են, իսկապես ի տարբերություն իհարկե միակ շատ էական տարբերություն կա Նիկոլ Փաշինյանը շատ լավ հարաբերությունների մեջ է Դոնալդ Թրամփի հետ, իսկ Նիկոլաս Մադուրոն վատ հարաբերությունների մեջ է եւ նա այժմ գիտեք որ կալանավորված է գտնվում է ԱՄՆ-ի բանտում
Ահա, սա իբրև նախաբան, սիրելի բարեկամներ, ինչու՞մն է խնդիրը, ինչու հենց տարվա այս հատվածը հունիս, հուլիս, օգոստոս ամառային ամիսները եւ նաեւ աշնան սկիզբը 26 թվականի ամենաբարդ, ամենալարված, ամենաանկանխատեսելի, ամենաավերիչ շրջանն է, որն է դրա պատճառը։ Իրական պատճառը կայանում է նրանում, որ եւ հատկապես հուլիս ամիսը, ինչու, որովհետեւ հուլիս ամսին, հենց հուլիսի սկզբին մենք կունենանք Ուրան անկախատեսելի փոփոխությունների հեղափոխական Ուրան մոլորակի եւ ռազմի մոլորակ Մարսի միությունը երկվորյակների հենց սկզբում, երկվորյակների 3 աստիճանում։ Դա տեղի կունենա ԱՄՆ-ի անկախության օրը հենց հուլիսի 4-ին։ Եվ սա պատահական չէ, այսինքն աշխարհացունց եւ ճակատագրական զարգացումներ են սպասվում ԱՄՆ-ին։ Ես իհարկե խոստացել եմ, չեմ մոռացել ԱՄՆ-ի վերաբերյալ տեսանյութ, անպայման կլինի շուտով, կապված ԱՄՆ-ի 250-ամյակի հետ, անկախության ձեռքբերման 250-ամյակի հետ եւ այստեղ հենց այդ Ուրանի եւ Մարսի միությունը ամենաանկանխատեսելի ռազմաքաղաքական սրացումների մասին է խոսում, սիրելի բարեկամներ։ Նմանատիպ միություն արկա էր նաեւ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, դա արդեն Ուրանը երբ մուտք գործեց երկվորյակներ 1941 թվականի օգոստոսին, երբ սկսվեց ըստ էության ուրեմն հայրենական մեծ պատերազմը եւ Գիտլերյան Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։ Հենց ընթառաջ այդ իրադարձության, այսինքն Ուրանը դեռ չէր մտել երկվորյակներ, արդեն մոտենում էր երկվորյակներին, եւ այդ հարձակումը տեղ ունեցավ 1941 թվականի հունիսի 21-ին, ինչպես դուք գիտեք։ Եվ դա նույնպես նշանակում է, որ հուլիս ամսվա ընթացքում պետք է սպասել բավականին լրջագույն ճգնաժամային զարգացումներին։ Ու հատկապես իհարկե այս միությունը կազդի երկվորյակների վրա, հատկապես այն երկվորյակների վրա, ովքեր ծնվել են մայիսի 23-ից 26 ընկած ժամանակահատվածում։ Այս միությունը ընկնում է հենց նրանց արեգակի մոտակայքում եւ այս երկվորյակներին պետք է զգուշանալ, պետք է զգուշանալ ճանապարհներին, պետք է զգուշանալ ինչ-որ էքստրեմալ գործունեությամբ զբաղվել, էքստրեմալ սպորտով զբաղվել, գիտեք, որ հիմա հանգստի սեզոն է, բոլորը գտնվում են տարբեր երկրներում, հանգստավայրերում եւ իհարկե էքստրեմալ որևիցե սպորտաձևով, եթե ծնվել եք այդ ժամանակահատվածում, մայիսի 23-ից 26-ը ցանկալի չէ զբաղվում, ընդհանրապես բոլոր երկվորյակների վրա է ազդելու Ուրանը երկվորյակներում, բայց հատկապես եթե դուք ծնվել եք այդ ժամանակ, մայիսի 23-ից 26-ը, որևիցե էքստրեմալ ինչ-որ նոր երկիր այցելել, ինչ-որ նոր գործունեությամբ զբաղվել, ռիսկային ինչ-որ ծրագրեր սկսել, առհասարակ ցանկալի չէ հատկապես երկվորյակներին։ Ուրանի ու Մարսի միությունը կարող է ստեղծել վնասվածքների, բարձրացնում է, այսպես ասած, պայմաններ է ստեղծում եւ բարձրացնում է վնասվածքների վտանգը, բարձրացնում է ինչ-որ անսպասելի խնդիրների վտանգը, կորուստների վտանգը, ֆինանսի կորուստ, ինչ-որ տարբեր հարցերում, այսպես ասած, մեծ խնդիրներ ունենալու վտանգը բարձրացնում է։ Պես որ հատկապես եթե երկվորյակ եք այդ օրերին ծնված, հուլիսին ցանկալի չէ նոր գործունեություն սկսել եւ հատկապես էքստրեմալ գործունեություն, որը ձեզ անծանոթ է, կայծակնային որոշումներ մի կայացրեք, այսինքն անսպասելի կայծակն այսպես գլխում փայլատակում է միտքը եւ դուք այսպես զենքը ձեռքին, ձեր նիզակը ձեռքին, այսպես արագ գնում եք ձյու վրա նստած, արագ գնում եք եւ ձեզ թվում է, որ այժմ դուք կհասնեք ձեր բաղձալի նպատակին, բայց դա չի լինի, սիրելի բարեկամներ, այսինքն ես ձեզ վստահեցնում եմ, որ Ուրանը երբեք թույլ չի տա դուք իրականացնեք այն ծրագիրը, որ հստակ պատկերացնում եք ձեր գլխում։ Ամենաանկանխատեսելի զարգացումները կլինեն, բայց ոչ այն, ինչ որ դուք ցանկանում եք։ Այնպես որ այդպես հախուռն, բուրըն ինչ որ պահի տակ
որոշում մի կայացրեք, ավելի լավ է տրամաբանեք, մտածեք, կշռադատեք, խորհրդակցեք եւ նոր կայացնեք ձեր որոշումը։ Ես ինքս իմ անհատական քարտեզում, սիրելի բարեկամներ, ունեմ այդ միությունը Ուրանի եւ Մարսի եւ նաեւ իմ մոտ Արեգակն է միացած եւ ես գիտեմ որքան վտանգավոր է այդ միությունը երբ միանում է Ուրանը Մարսի հետ, դուք ներսում առաջանում է ինչ-որ սպես ալիք եւ դուք անպայման գիտեք, որ ահա դուք կհաղթեք, ահա դուք այդ գումարը կաշխատեք, ահա դուք այդ գործը ձեր մոտ կստացվի, բայց միշտ ապեք, սիրելի բարեկամներ, սառը ջուրը մպեք, այդ 1000 անգամ մտածեք, 7 անգամ չափեք, նոր կտրեք, որովհետեւ սա ընդհանրապես բոլորին է վերաբերում, որովհետեւ այդ ընթացքում, իսկ հուլիս ամսվա ընթացքում այս հախուռն էներգիաները շատ-շատերի մոտ այդ գայթակղությունը կստեղծեն, որ ահա այս քայլն էլ անեմ եւ կհասնեմ իմ նպատակին։ Բայց զգուշացեք, դա այնպես չէ, ինչպես որ դուք կարծում եք, ինչու, որովհետև մենք ունենք միաժամանակ նաև հետընթաց Մերկուրի, եւ Մերկուրին դուք գիտեք, որ հենց հունիսի վերջից, հունիսի 29-ից մեզ մոտ հետընթաց է եւ իր հետընթաց շարժը պահպանելու է մինչև հուլիսի 24-ը։ Եվ դա իհարկե նոր գործունեության համար, վտանգավոր ինչ-որ ռիսկային գործունեության համար, նոր բիզնես սկսելու համար, նոր ծրագիր սկսելու համար, ընդհանրապես բարենպաստ չէ, այնպես որ 7 անգամ չափեք, նոր 1 անգամ կտրեք։ Իհարկե Ուրանի եւ Մարսի միությունը առկա է նաեւ ԱՄՆ-ի քարտեզում, ԱՄՆ-ի անկախության քարտեզում, մենք առանձին տեսանյութով կանդրադառնանք ԱՄՆ-ին եւ ես կներկայացնեմ ինչպես եւ խոստացել է ԱՄՆ-ի անցյալը ներկան եւ հատկապես ապագան, որը շատ է հուզում մեր շատ հայրենակիցներին, որոնք բնակվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նո սա իհարկե նաև նշան է, որ ԱՄՆ-ում նույնպես ցնցումներ են սպասվում, այսինքն այս երկրաշարժը, որը տեղի ունեցավ այսօր նախորդին, այսինքն հունիսի 24-ին վաղ առավոտյան հյուսիսային Կալիֆոռնիայում, դա միայն դրա նախերգանքն է, այսինքն այդ ցնցումների, այդ ռազմական ճգնաժամի, քաղաքական ճգնաժամի, տնտեսական ճգնաժամի միայն նախերգանքն է։ Ես քանի որ շատ մանրամասն ուսումնասիրել եմ այդ թեման, գիտեմ, որ այդ պետությունը ուղակի խելքը գցում է, գժվում է, երբ Ուրանը մուտք է գործում երկօրյակներ, խոսքը ԱՄՆ-ի մասին է։ Այսինքն բոլոր ինչ որ բարդ, ինչ որ շատ նաև ռիսկային, շատ ավերիչ զարգացումները ընդհանրապես ԱՄՆ-ի պատմության մեջ տեղ են ունեցել հենց այն ժամանակ, երբ Ուրանը տարանցել է երկօրյակներ կենդանակերպով եւ քաղաքացիական պատերազմը տեղ ունեցել այդ ժամանակ ԱՄՆ-ի հյուսիսի եւ հարավի պատերազմը եւ վերջո այդ ամենաողբերգական զարգացումները, որը տեղ ունեցան երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում, այսինքն օգոստոսի սկզբին 1945 թվականի այդ Խիրոսիմա եւ Նագասակի ռմբակոծությունը նույնպես այն ժամանակ էր տեղ ունեցել, երբ Ուրանը գտնվում էր երկօրյակներում։ Այսինքն սա աներկբա եւ 100%-ով ԱՄՆ-ին սպառնում է լրջագույն բարդություններով եւ զարգացումներով, իսկ քանի որ ԱՄՆ-ի գլխի նաեւ Դոնալդ Թրամփն է, որի աստղային քարտեզում նույնպես Ուրանը գտնվում է երկօրյակներում, որևիցե խելամիտ որոշում, զարգացում, պատերազմի կասեցում, այսինքն այն պատերազմի ավարտը, որը ստորագրվեց, այդպես շրջանակային պայմանավորվածություններ ձեռք բերվեց 60 օրվա ընթացքում, նաև վերջնական պայմանագիր ստորագրել, դա միայն ծխածածկույթ է շատ ավելի լուրջ եւ շատ ավելի ստորջրյա գործընթացների համար, որը իհարկե անպայմանորեն անելու է Դոնալդ Թրամփը, քանի որ նա այսպես կշռադատող եւ սթափ մտածող անձնավորություն չէ, ինչպես որ մենք հասկացանք եւ ամբողջությամբ գտնվում է իսրայելական այդ լոբի ճնշման եւ ազդեցության տակ։ Սա բացահայտ է, սա հստակ է, անգամ այդ խաղաղության բանակցությունների ընթացքում եւ մինչ այժմ Դոնալդ Թրամփը շարունակաբար սպառնում է Իրանին ռազմական գործողությունների վերսկսմամբ։
Եվ այնպես որ դուք հասկացաք, որ արագ մեքենա վարել է, ինչ որ ռիսկային վայրերում մեքենա վարել է, առանց մտածելու, գիշերային ժամերին արագ մեքենա վարել է, կտրականապես արգելված է հուլիսի սկզբին, որովհետև բարձր է հավանականությունը վթարների, որոնք կբերեն անպայման մեծ զոհեր, այնպես որ զգուշ եղեք, սիրելի բարեկամներ։ Հուլիսի սկիզբը բավականին այսպես էքստրեմալ բարդ շրջան է։ Խոյերի համար, հատկապես ոչ միայն երկորյակներին, նաև պետք է զգուշանալ խոյերին, որովհետև խոյերը նույնպես գտնվում են այդ վտանգի արագ վարելու վտանգի մեջ, որտեղ այդ միությունը Ուրան եւ Մարսի հայտնվում է խոյերի երրորդ տան։ Այնպես որ ինչ որ եթե ձեզ ինչ որ առաջարկ են այդ օրերին, ինչ որ շատ հաճելի ուրեմն ճամփորդություն արագ մեքենայով եւ այլն կամ շատ ինչ որ գայթակղեցուցիչ պայմանագիր ստորագրել կամ գործարք կնքել ֆինանսական, ապա մի համաձայնվեք 100%-ով դա ոչ մի լավ բանի չի բերի, սիրելի խոյեր։ Զգուշ եղեք այդ օրերին, նաեւ այն տեղեկատվությանը, որը դուք կստանաք եւ ծանոթություններին, որոնք այդ օրին կլինեն, այսինքն հատկապես հուլիսի 4-ին եւ մոտակա 2-3 օր, եթե հաշվեք հետ եւ առաջ, ահա այդ օրերին, հենց հուլիսի սկզբին։ Ցլերի համար հատկապես վտանգավոր է ֆինանսական ռիսկային գործունեությունը այդ օրերին, երկորյակների համար արդեն ասացինք, խեցգետիների համար նույնպես վտանգավոր է հատկապես այդպիսի ռիսկային գործունեությունը արտասահմանում։ Պետք չէ գնալ անծանոթ վայրեր, անծանոթ երկրներ, անծանոթ ինչ որ սպորտաձևերով զբաղվել, որ դուք երբեք չեք զբաղվել եւ քան որ վնասվածքների ռիսկը բավականին բարձր է, ապա զգուշացեք սիրելի խեցգետիններ, նաև գաղտնի թշնամիների ակտիվությունից։ Առյուծների համար հիմնականում այդ վտանգավոր է ընկերական միջավայրում այդ բոլոր գործունեությունը անել, այդ ռիսկային գործունեությունը կարող ընկերների հետ դուք որոշեք ինչ որ սպորտով զբաղվել, ինչ որ շարունակ թռչել պարաշուտով, օդապարիկով, նույնպես վտանգավոր է առանց նախապատրաստության, առանց լավ ամեն չմանրամասն ուսումնասիրել մի արեք այդ գործունեությունը։ Նաև ընկերները կամ գաղափարիկիցները սիրելի առյուծներ կարող են ձեզ առաջարկել այդպիսի ռիսկային գործունեություն, ինչ որ ներդրում, ասենք, արեք մի 1000 դրամ եւ կստանաք նույն պայմանական եւ կստանաք 2 միլիոն դրամ, այդպիսի բաներ նույնպես մի արեք, սիրելի առյուծներ, կամ աշխատանք կարող այդպես առաջարկեն։ Զգուշացեք այդ հուլիսի սկզբին որևիցե գայթակղեցուցիչ առաջարկ ընդունելուց։ Կույսերի համար դա աշխատանքային ոլորտին է վերաբերվում, նույնպես առանց մտածելու ռիսկային ինչ-որ որոշումներ ձեր աշխատանքի պաշտոնի հետ կապված մի կայացրեք, սիրելի կույսեր։ Ինչ վերաբերվում է կշերքներին, կշերքներին նույնպես արտասահմանում է սպասում այդ վտանգներ, այնպես որ զգուշ եղեք։ Կարիճների մոտ ֆինանսական ոլորտում եւ արտասահմանում է սպասում վտանգը, զգուշ եղեք, սիրելի կարիճներ։ Ինչ վերաբերվում է աղեղնավորներին, ապա Ուրանը եւ Մարսը նրանց մոտ միանում են 7-րդ տանը, որը բարդացնում է հարաբերությունները ձեր գործընկերների կամ զուգընկերների հետ, սիրելի աղեղնավորներ, եւ հնարավոր է ինչ որ այսպես առանց մտածելու ինչ որ որոշում կայացնեք բաժանվել կամ ամուսնանալ կամ ինչ որ խախտել կապը, պայմանագիրը խզել գործընկերների հետ, դա նույնպես սխալ է, այդպես կայծակնային որոշումներ մի ընդունեք։ Ուրանը ինքը կայծակն է, իսկ Մարսը գործողությունը եւ այդ կայծակնային գործողությունը միշտ չէ, սիրելի բարեկամներ, որ արդարացված է եւ կբերի ձեզ հաջողություն։ Այդ եղջյուրների մոտ 6-րդ տանն է, այդ ամենը վերաբերվում է, այդ որոշումները վերաբերվում են ձեր աշխատանքին, պատասխանատվության ոլորտին եւ առողջության ոլորտին։ Հետևեք առողջությանը նաեւ, սիրելի այդ եղջյուրներ։ Եվ ջրհոսների մոտ 5-րդ տանն է, կայծակնային սեր առաջին հայացքից, չգիտեմ, խելահեղ սեր, գնանք միանգամից հեռավոր երկիր այնտեղ հանգստանանք,
հնարավոր է ամեն տեսակ առաջարկություններ, բայց միշտ ապեք դրանք ընդունել։ Եվ ձկնիկների մոտ 4-րդ տանն է այդ բոլոր կայծակնային անսպասելի որոշումները վերաբերվելու են ձեր տան ընտանիքին եւ ծնողներին։ Զգուշ եղեք, հատկապես տան արքուվաճառքի հետ կապված սիրելի ձկներ, որտեվ հետընթաց Մերկուրիի շրջանում առհասարակ տների գները շատ ավելի ցածր են լինում, ընդհանրապես ապրանքների գները, քան երբ Մերկուրին ուղընթաց է։ Ահա սա ինչ վերաբերվում է հուլիսի 4-ին եւ Ուրանի եւ Մարսի միությանը հենց հուլիսի սկզբին։ Հաջորդ կարևոր աստղաբանական իրադարձությունը հուլիսի սիրելիներս դա Վեներա մորակի մուտքն է կույս կենդանակերպ, որը տեղի կունենա հուլիսի 9-ին Երևանի ժամանակով 21:21 րոպեին։ Եվ Վեներան կույս կենդանակերպում սիրելիներս կմնա մինչև օգոստոսի 6-ը։ Վեներան կույս կենդանակերպում թույլ է եւ վտարված, որովքանի որ Վեներան փառավորվում է եւ թագադրվում է, հասնում է զորության գագաթնակետին, գիտեք, որ ձկներ կենդանակերպում, իսկ ձկները դիմակայում են կույս նշանին։ Եվ այստեղ Վեներան շատ բծախնդիր է, Վեներան շատ այսպես հավակնոտ է, շատ, չգիտեմ, ամեն մանրուք հաշվի է առնում, այնպես որ ընդհանրապես հուլիսը այնքան էլ բարենպաստ չէ ամուսնության համար, կյանքի ընկեր ընտրելու համար, եթե նոր եք ծանոթանում, հատկապես նոր ծանոթությունների համար, ինչի բարենպաստ չէ, որովհետև Մերկուրին մինչև հուլիսի 24-ը հետընթաց է, նաև Վեներան գտնվում է թույլ նշանում, Վեներան գտնվում է կույս նշանում, իմջայց կույսը նաև ռազմական նշան է, ինչպես եւ երկվորյակները, այսինքն հենց հուլիսի սկզբին բարձր է հավանականությունը նոր ռազմաքաղաքական սրացումների, ողջ աշխարհով մեկ նաև տարերային աղետների, զանազան տարերային աղետների, օրինակ այդ Վենեսուելայի երկրաշարժը տեղ ունեցավ այն ժամանակ, երբ Լուսինը գտնվում էր Կարիճ կենդանակերպում, ես հիշեցնեմ, սիրելի բարեկամներ, որ Գյումրիի այդ հայտնի երկրաշարժը, Գյումրիի Սպիտակետ հայտնի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը նույնպես տեղի էր ունեցել, երբ Լուսինը գտնվում էր Կարիճ կենդանակերպում եւ նաեւ այդտեղ կույս նշանը նույնպես այդտեղ սև լուսին էր կույս նշանում։ Ինչ է սպասվում, երբ Վեներան տարանցի կույս կենդանակերպով հուլիսի 9-ից հետո։ Խոյերի համար խոյերը լավ շանսեր ունեն նոր աշխատանք գտնելու, շատ ավելի բարձրատրվող աշխատանք գտնելու, նաև առողջանալու, այսինքն Վեներան անցնում է առողջության հիվանդության 6-րդ տնով, որը հնարավորություն կտա, քանի որ Վեներան փոքր երջանկության մորակ է, փոքր բարերար է, նա հնարավորություն կտա ձեզ բժշկվելու սիրելի խոյեր, այնպես որ բարենպաստ է խոյերի համար, ցլերի համար նույնպես խիստ բարենպաստ է, որովհետև Վեներան մոտ գործելով կույս կենդանակերպ հայտնվում է սիրելի ցուլեր ձեր 5-րդ աստղատանը, որը սիրո, երեխաների, երջանկության, հաճույքների տունն է, բարենպաստ է նաև բիզնեսի համար, լավ է երեխաներով զբաղվել, լավ է հանգստանալ, իհարկե ոչ անծանոթ երկրներում եւ ռիսկային ինչ-որ հյուրանոցներ, այնտեղ որ էքստրեմալ պայմաններ են, այդտեղ մի գնացեք։ Եվ նոր սիրո համար նույնպես բարենպաստ չէ սիրելի ցուլեր, դեռ արդեն բացատրեցի, որ հետընթաց է Մերկուրին, գոնե մինչև հուլիսի 24-ը, այնքան էլ բարենպաստ չէ, հետո դրանից հետո կարող եք փորձել, բայց հետո օգոստոս ամսին էլ գալիս են մեր մոտ խավարումների շրջանը, որը նույնպես այնքան էլ բարենպաստ է ծանոթությունների համար։ Այսինքն արկա իրավիճակում պետք է ստանալ հաճույք, վայելել սերը, վայելել ամեն տեսակ հաճույքները եւ լավ հարաբերությունները։ Երկորյակների մոտ Վեներան մտնելով կույս կենդանակերպ հայտնվում է 4-րդ աստղատանը, սիրելի բարեկամներ, եւ դա բարենպաստ է ձեր տան ընտանիքի ծնողների համար, ավելի բարեկարգ բնակարան, այսինքն հնարավոր է վերանորոգում ձեր բնակարանում, հնարավոր է նաև լավ լուրեր, ձեր, եթե արդեն ամուսնանալու վրա են այսպես ձեր բալիկները, ձեր երեխաները, հնարավոր է նրանք ձեզ հայտնեն, որ արդեն ունեն ընտրյալներ եւ նշանադրության մասին կամ ամուսնության մասին
մտածեք կամ եթե արդեն իսկ ամուսնացած են հնարավոր է թորնիկ ունենաք սիրելի երկորյակներ խոսքով շատ բարենպաստ է նաև ձեզ համար լավ է նաև ծնողների համար եթե ինչ-որ առողջական խնդիրներ ունեն նույնպես Վեներան կոժանդակի կօգնի որ նրանք լավանան Խեցգետիների համար նոր ծանոթություններ, հետաքրքիր ճամփորդություններ, լավ լուրեր, նույնպես բարենպաստ է Վեներան։ Առուսների համար նույնպես բարենպաստ է Վեներան կույս կենդանակերպում, որովհետև հայտնվում է երկրորդ աստղատանը, որը ֆինանսների, ունեցվածքի եւ ինքնագնահատականի հետ է կապված։ Եվ այսինքն նոր ֆինանսական հաջողություններ, եկամուտների նոր աղբյուրներ, նոր աշխատանք, բարձր ինքնագնահատական, այնպես որ Արուսները այդ տեսակետից օժանդակությունը կստանան Վեներայից։ Իհարկե կույսերը այս դիրքի հակուհիներն են։ Վեներան անցնելով կույս կենդանակերպով հայտնվելու է սիրելիներս ձեր առաջի աստղատանը, որը նշանակում է, որ ձեզ կսկսեն նկատել, վերջապես ձեզ կսկսեն գնահատել, վերջապես ձեզ կսկսեն այսպես բոլորը կոմպլիմենտներ անել, ինչքան լավն եք դուք, ինչքան փայլուն են ձեր աչքերը, ինչքան գեղեցիկ են ձեր վարսերը, ձեր մաշկը եւ այլն, այսինքն միշտ կոմպլիմենտները կստանալու բարենպաստ է նաեւ գործնական իմաստով ֆինանսական հաջողություններ են սպասվում կույսերին։ Ինչ վերաբերվում է կշերքների համար սա բարդ դիրք է, որովհետեւ գիտեք, որ Վեներան Իշխում է կշեր կենդանակերպում, իսկ այժմ երբ Վեներան թույլ է կույս նշանում, իհարկե դա անբարենպաստ է եւ գաղտնի թշնամիները, հատկապես կին թշնամիները ակտիվանալու են։ Կարիճների մոտ 11-րդ տանն է հայտնվում Վեներան կույս կենդանակերպում եւ դա նշանակում է նոր ընկերական հարաբերություններ կամ հին ընկերները ձեզ ընկերուհիները ձեզ կհիշեն, գաղափարակիցներ կհայտնվեն ձեզ մոտ, լավ է նաեւ բիզնեսի համար, օնլայն բիզնեսի համար Այնպես որ նույնպես բարենպաստ է։ Աղենավորների համար նույնպես բարենպաստ է Վեներան կույս կենդանակերպում, դեռ 10-րդ աստղատանն է, որը կապված է աշխատանքի, պաշտոնի, ընդհանրապես մեր սոցիալական բարձրագույն նպատակների հետ։ Վեներան այս տեսակետից նպաստելու է ավելի նոր աշխատանք, ավելի բարձր վարձատրվող պաշտոն կամ կգա կին ղեկավար, որ անպայման ձեզ կգնահատի եւ հնարավոր է բարձրացնի ձեր աշխատավարձը։ Սիրելի աղեղնավորներ, այս եղջյուրների համար նույնպես բարենպաստ է Վեներան կույս կենդանակերպում, որտեղ 9-րդ աստղատանն է հայտնվում եւ այստեղ հետաքրքիր ճամփորդություններ, կուրորտային սիրավեպ, բայց զգուշացեք, ես արդեն ձեզ ներկայացրեցի Ուրանի եւ Մարսի միության մասին։ Այդպես շատ մի տարվեք, այսինքն որ ասում է երաժշտությունը պետք է տանի, այլ ոչ թե փախցնի, դարապես դա հիշեք սիրելի այդ եղջյուրներ։ Ջրհոսների մոտ 8-րդ աստղատանն է հայտնվում Վեներան մտնելով կույս կենդանակե, որը իհարկե ֆինանսական ոլորտի մասին է, զգուշացեք մեծ վարկեր եւ պարտքեր վերցնելուց հուլիսի ընթացքում սիրելի ջրհոսներ, բայց բարելավելու է ձեր գործընկերների կամ զուգընկերների ֆինանսական դրությունը։ Ինչ վերաբերվում է ձկնիկներին, սիրելի ձկնիկներ, Վեներան կույս կենդանակերպում հայտնվում է ձեր 7-րդ աստղատանը, իսկ 7-րդ աստղատունը դա զուգընկերների գործընկերների աստղատունն է։ Եթե դուք արդեն ամուսնացած եք եւ խնդիրներ ունեք ձեր ամուսնու հետ, ամուսնական հավատարմության հետ կապված, սիրելի ձկնիկներ, հիշեք, որ բարձր է հավանականությունը սիրային եռանկյունու մեջ հայտնվելու։ Այնպես որ զգուշացեք եւ թույլ մի տվեք ձեզ, այսպես թերագնահատել։ Եթե ամուսնացած եք, շատ բարենպաստ է, հնարավոր է հանդիպեք ինչ-որ շատ հետաքրքիր անձնավորություն, հատկապես դա վերաբերվում է տղամարդկանց։ Եթե գործընկերային հարաբերություններ են, ապա շատ բարենպաստ է համագործակցել, այսինքն նոր հաճախորդներ կգան անպայման, նոր ինչ-որ համագործակցության եզրեր կգտնեք, եթե զբաղված եք սիրո եւ գեղեցկության ոլորտում, ենթադրենք գեղեցկության սրահ ունեք, ապա շատ բարենպաստ ամիս է հուլիս, հատկապես հուլիսի 9-ից հետո եւ մինչեւ օգոստոսի 6-ը։
Սիրելի բարեկամներ, հաջորդ աստղաբանական իրադարձությունը հուլիսյան, դա հուլիսի 14-ին Բաստիլիայի գրավման օրը, ֆրանսիական մեծ հեղափոխությունն է տեղի ունեցել հուլիսի 14-ին, եթե հետաքրքիր է, ես անպայման կանդրադառնամ նաև Ֆրանսիայի ճակատագրին, սիրելի բարեկամներ, գրեք մեկնաբանություններում, քանի որ ես պատմաբան եմ, այլ ոչ թե ամեն ինչաբան, ինչպես մնացած կեղծ աստղահոգեբանները եւ թուղթ գցողները, որոնք 8-ամյա կրթություն էլ անգամ չունեն, ես կարող եմ շատ հետաքրքիր թեմաների շուրջ խոսել, սիրելիներս եւ պրոֆեսիոնալ ձեզ տեղեկատվություններ կազմել, այնպես որ գրեք, եթե ցանկանում եք Ֆրանսիայի ճակատագրի մասին այնպես տեղեկանալ 13:43 րոպեին հուլիսի 14-ին Երևանի ժամանակով տեղի կունենա հուլիսյան նորալուսինը 22 աստիճան խեցգետին կենթանակերպում եւ այստեղ ինչն է հետաքրքիր, որ նաև Մերկուրին է միանում Արեգակին եւ Լուսնին, հետընթաց Մերկուրին, որը վառվում է Արեգակի ճառագայթներից եւ հետո արդեն նոր հեռանում աստիճանաբար Արեգակից եւ արդեն իր ուժը կստանա հուլիսի 24-ից հետո կվերադարձնի իր ուժը, այսպես ասած։ Բարդ նորալուսին է, որովհետև նորալուսին ընդհանրապես կոչված է մեր կյանք նոր դրական զարգացումներ բերել, բայց քանի որ ուղեկցվում է հետընթաց Մերկուրիով, որը նոր բաների, նոր զարգացումների մասին, այստեղ խոսք չկա, դա հին ծանոթություններն են, հնի վերադարձն է, հին աշխատանք, հին ընկերներ, համադասարանցիներ, կուրսեցիներ եւ այլն, այսինքն այն ինչ որ հին է, այդ ամենը պիտի անպայման վերադառնա ձեր կյանքին կամ ինչ որ իրավիճակներ, որոնք արդեն դուք վաղուց վերապրել եք, նորից հնարավոր է ստիպված լինեք վերապրել, ստիպված լինեք անցնել այդ կյանքի դասը, որը իհարկե նորալուսնի սկզբունքին հակասում է, այնպես որ բարդ նորալուսին է լինելու եւ իհարկե հատկապես այս նորալուսինը կազդի այն խեցգետիների վրա, ովքեր ծնվել են հուլիսի 11-ից մինչև 16 են կա ժամանակահատվածում, նրանց կյանքում ողջ գալիք տարվա ընթացքում, քան որ նրանք սոլար են դիմավորել, այսինքն իրենց ծնունդը, բոլոր խեցգետիներին իդեպ շնորհավորում եմ ծննդյան օրն է նշելու, իհարկե դա նշանակում է սիրելիներս, որ ամբողջ տարվա ընթացքում նոր եւ դրական զարգացումներ են ձեր մոտ լինելու, իհարկե, քանի որ Մերկուրին հետընթաց է, կարելի ասել, որ ուշացումով է այդ դրականը գալու ձեր կյանք, սիրելի խեցգետիններ։ Ինչ վերաբերվում է խոյերի, նոր զարգացումներ սպասում են տան ընտանիքի ծնողների հետ կապված։ Այսինքն նոր բնակարան գնել, եթե հետընթաց Մերկուրիի ժամանակ իմջալոց բնակարանները ժանանում են, այնպես որ դուք կարող եք դա ձեռք բերել։ Ցլերի մոտ այս բոլոր նոր դրական զարգացումները կապված են լինելու ծանոթությունների, նոր շփումների, քույրերի, եղբայրների հետ, կարճ ճանապարհների հետ, նոր ուսման հետ, բայց նոր ուսումը հետընթաց Մերկուրիի ժամանակ, սիրելի ցլակներ, ես խորհուրդ չեմ տալիս ձեզ։ Երկորակների մոտ շատ բարենպաստ են նոր ֆինանսական հնարավորություններ, նոր եկամուտների աղբյուրներ։ Խեցգետինների մոտ արդեն ասացի, բոլոր նոր ամբողջ տարվա վրա տարածվում է, դեպ ձեր առաջի տանն է այս նորալուսինը եւ ամենադրական բոլոր ոլորտներում դրական նոր զարգացումներ։ Առյուծների համար անբարենպաստ է, որովհետեւ նորալուսինը հայտնվում է առյուծների 12-րդ տանը, որը գաղտնի թշնամիների տունն է, սիրելի առյուծներ, նոր գաղտնի թշնամիներ, զգուշացեք։ Նաև արտասահմանում զգուշ եղեք, սիրելի առյուծներ։ Կույսերի մոտ 11-րդ աստղատանն է այս հուլիսյան նորալուսինը, որը որ կապված են գերական միջավայրի հետ, գաղափարակիցների հետ, հնարավոր է իրագործվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, սիրելի կույսեր, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաները, բարենպաստ է նաև օնլայն բիզնեսի համար այս շրջանը, այսինքն հուլիսի 14-ից հետո։ Կշերքների համար 10-րդ տանն է հայտնվում, 10-րդ տունը կապված է գործի, աշխատանքի, պաշտոնի, բարձրագույն ձգտումների, սոցիալական կարգավիճակի հետ, այսինքն այդ բոլոր դրական նոր զարգացումները այդ ոլորտներում տեղի կունենան։ Կարիճների մոտ 9-րդ տանն է, որը կապված է ճամփորդությունների հետ, նոր ճամփորդություններ, նոր ծովեզերքներ, նոր հետաքրքիր զարգացումներ,
բայց այպես շատ մի ոգևորվեք սիրելի կարիճներ, նախ Մերկուրին է հետընթաց, երկրորդն էր Ուրանը եւ Մարսը դեր միության մեջ են, այսինքն այդ ազդեցությունը այդ միության, պես չէ որ դա հուլիսի 7-ին է միայն զգացվելու, դա զգացվելու է ողջ հուլիսի ընթացքում։ Ինչ վերաբերվում է աղեղնավորներին, Բարդի աղեղնավորների ֆինանսական դրությունը 8-րդ տանն է նորալուսին, նոր ֆինանսական խնդիրներ, բայց բարենպաստ է աղեղնավորների, զուգընկերների եւ գործընկերների համար։ Այդ եղջյուրների մոտ 7-րդ տանն է, այս միությունը Լուսնի եւ Արեգակի եւ Մերկուրի, որը նշանակում է, որ հնարավոր են խնդիրներ զուգընկերների եւ գործընկերների հետ, նոր խնդիրներ։ Ջրհոսների մոտ 6-րդ տանն է, որը կապված է աշխատանքի, առողջության եւ պատասխանատվության հետ։ Նոր աշխատանք, նոր պատասխանատվություն, բայց զգուշ եղեք նաեւ առողջության հետ կապված սիրելի ջրհոսներ։ Ընդհանրապես հուլիսը բարեխառն ամիս է լինելու ձեզ համար, սիրելի ջրհոսներ, հատկապես հուլիսի վերջը, երբ Արեգակը մուտք գործի արդեն ձեր 7-րդ տուն եւ սկսի ձեզ ամեն տեսակ բզել, այսպես ասած։ Ձկնիկների մոտ իհարկե խիստ բարենպաստ, ընդհանրապես բոլոր ջրային նշանների համար այս հուլիսի 14-ի նորալուսին շատ բարենպաստ է, 5-րդ տանն է, նոր սեր, նոր երեխաներ, հնարավոր է իմանաք այդ ուրախալի լուրը, որ բալիկ եք սպասում կամ ձեր երեխաները ձեզ հայտնեն, որ արդեն տատիկ եք դառնում կամ պապիկ եք դառնում, մի խոսքով շատ բարենպաստ է։ Եվ իհարկե հուլիսի երկրորդ կեսը նույնպես ցնցումներով, աղետներով, հուլիսի ընթացքում նաև արդեն նշեցի, որ ոչ միայն ռազմաքաղաքական լարվածություն է սպասում, այլ նաև բնական աղետների տեղատարապ, այն ինչ որ մենք տեսանք հունիսին, շարունակվելու է նաև հուլիսին։ Հետընթաց Մերկուրի հետ կապված, դա նաև նշանակելու է, որ պետք է շատ զգուշ լինել ավիոտոմսեր ձեռք բերելու, որտեղ ուշացումներ, այսինքն թռիչքների ուշացումներ, մշտական կամ հնարավոր է խնդիր լինի ձեր փաստաթղթերի հետ, պետք է շատ ուշադիր եւ զգուշ լինել, կամ այդ վայրում ինչ որ աղետներ տեղ ունեն, որտեղ դուք ցանկանում եք մեկնել, ուսումնասիրեք, զգուշացեք, աղետները ամենատարբեր աղետներ, թե ջրհեղեղներ, թե պտահումեր, տորնադոներ, երկրաշարժներ, այսինքն այն ամենը, ինչ որ մենք տեսնում ենք հիմա, ինքը շարունակվելու է նաև հուլիսին։ Եվ հուլիսի 22-ին, 23-ն 12 րոպեին Երևանի ժամանակով Արեգակը մուտք կգործի առյուծ, որտեղ նա կմնա մինչև օգոստոսի 23-ը։ Նո այստեղ իհարկե բարենպաստ է այս դիրքը բոլոր հրեղեն նշանների համար, ինչպես խոյերի համար, այնպես էլ առյուծների եւ աղեղնավորների համար։ Իհարկե շնորհավորում եմ բոլոր առյուծներին, ովքեր ծնվել են հուլիսին եւ ոչ միայն հուլիսին, բայց բավականին հետաքրքիր տարի է ձեզ սպասում, սիրելի առյուծներ, մի փոքր ուշ կբացատրեմ թե ինչու։ Խոյերի համար լավ է սիրային ոլորտում, երեխաների հետ կապված, բիզնեսի հետ կապված, առյուծների համար դա նրանց առաջի տունն է, այդ էներգիան, որը դուք արդեն էներգետիկ որոշակի անկում եք զգում այն ընթացքում, երբ Արեգակը խեցգետնով էր անցնում նախորդ ամսվա ընթացքում, նախորդ շրջանում, այժմ վերելք է լինելու, որտեղ Արեգակը նաև իշխում է առյուծ կենդանակերպում եւ առյուծները իսկապես այդ իրենց վեհությունը, այդ իրենց ուժը, այդ իրենց փառահեղ, այսպես կեցվածքը կվերականգնեն։ Ու նաև ձեր ծննդյան օրերն են մոտենում, հենց դրանով է պայմանավորված, որտեղ մեկ ամիս առաջ ծննդյան օրվանից լինում է էներգետիկական անկում, բիոդաշտը խոցելի է դառնում, ես բազմիցս դրա մասին խոսել եմ։ Կույսերի մոտ հակառակը սկսում է հենց այդ անկման շրջանը եւ դրա պատճառով նրանք խնդիրներ են ունենալու։ Այսպես նոր պրոյեկտներ, նոր գործեր, նոր բիզնեսներ կույսերի համար, ընդհանրապես նորը, որը շատ էներգիա է պահանջում, ներդնել կույսերը չպետք է դա անեն։ Նու նաև աղենավորների մոտ հեռավոր ճամփորդությունների համար բարենպաստ է։ Բարեխառն կանցնի հողեղեն նշանների համար առյուծը, որովհետև ցլերի համար 4-րդ տանն է, որը կապված է ընտանիքի ծնողների հետ, ուրեմն կույսերի մոտ ասեցինք արդեն 12-րդ տանն է, որը ամենաանբարենպաստն է հենց կույսերի համար այս դիրքը Արեգակը առյուծում, իսկ այդ եղջյուրների համար նույնպես խնդրահարույց է, ֆինանսական խնդիրներ կարող է ունենալ, որտեղ 8-րդ տանն է հայտնվում Արեգակը։
Բայց բարենպաստ է ձեր գործընկերներ զուգընկերների ֆինանսական դրությունը կարգավորելու համար, սիրելի այդ եղջյուրներ։ Ջրային նշանների համար եւս բարեխառն է այստեղ նախ Խեզգետինը երկրորդ տանն է արեգակը, որը ֆինանսների համար է բարենպաստ, արեգակը առյուծում կարիճների համար 10-րդ տանն է, գործնական հաջողություններ են սպասվում, իսկ ձկների մոտ դա 6-րդ տանն է, որը աշխատանքային եւ առողջության հետ կապված է խնդիրներն եք սիրելի ձկնիկներ, արեգակը առյուծում դա կշտկի անպայման։ Ինչ վերաբերվում է ջրային նշաններ, օդի նշաններին, ջրայինը նոր ասացի։ Օդի նշանների համար նույնպես բարենպաստ բարեխառն եւ բարենպաստ է այս դիրքը։ Երկորյակների մոտ արեգակը մուտք գործելով առյուծ կենթանակերպ հայտնվում է երրորդ տանը, որը լավ է շփումների, կոնտակտների, կարճանապարների նոր կարևոր տեղեկատվություն ստանալու համար, նաեւ շարժական գույք ձեռք բերելու համար։ Շերտների մոտ արեգակը առյուծում հայտնվում է 11-րդ տանը, որը լավ է զուգընկերներ, գործընկերներ, գաղափարակիցներ, ավելի շատ ընկերներ ձեռք բերելու համար։ Կիրագործվեն նաև սիրելի կշերտներ ձեր նվիրական երազանքները, ամենանվիրական անպայման կիրագործվի։ Եվ ջրհոսների մոտ իհարկե ամենաբարդն է այս դիրքը, որովհետև արեգակը առյուծում հայտնվում է ջրհոսների 7-րդ աստղատանը, որը բախումներ կարող առաջացնել ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ։ Այնպես որ զգուշ եղեք եւ այդպես քանի որ հուլիսը շատ հախուռն ամիս է լինելու, չկայծակնային որոշումների ամիս է լինելու, զգուշ եղեք եւ այդպես պատահական առանց մտածելու չկշռադատված որոշումներ մի կացրեք, որտեվ հետագայում դուք ափսոսելու եք դրա համար, սիրելի ջրհոսներ։ Հուլիսի 24-ին սիրելիներս Մերկուրին 2:58 րոպեին Երևանի ժամանակով Մերկուրին կանգ է առնում Խեցգետնի 16-րդ աստիճանում եւ միայն օգոստոսի 9-ին մուտք կգործի առյուծ կենթանակերպ։ Նո իհարկե այդ օրերին, մոտակա օրերին, հուլիսի 24-ի մոտակա օրերին ցանկալի չէ չոր ճամփորդություններ, միշտ ուշացումներ կլինեն, ռեյսերը հնարավոր ընդհանրապես չեղարկվեն, պես որ զգուշ եղեք։ Կարևոր նաև գործնական քայլեր մի կատարեք, պայմանագրեր ստորագրել, բիզնես սկսել, ընդհանրապես այդպիսի բաներ ցանկալի չէ։ Հուլիսի եւ ես կասեի նաեւ տարվա ամենաբարդ օրերից մեկը հուլիսի 27-ն է, սիրելի բարեկամներ, ամենավտանգավոր օրն է հունիսի, նաեւ այն պատճառով, որ Երևանի ժամանակով 4:46 րոպեին լուսնային հանգույցների այդ առանցքը փոխում է իր դիրքավորումը։ Մինչ հուլիսի 27-ը լուսնային հանգույցները վերընթաց հանգույցը Ռախուն եւ հարավային հանգույցը Կետուն գտնվում էին ձկներ եւ կույս կենթանակերպերում եւ կորուստների հանգույցը կույս կենթանակերպում էր, կույսերը կորուստներ ունեն, խնդիրներ ունեն առողջական, իսկ վերընթաց լուսնային հանգույցը, նպատակային լուսնային հանգույցը Ռախուն գտնվում էր ձկներում եւ ձկները ավելի պետք է նախաձեռնող լինեին, ավելի ակտիվ լինեին, որպեսզի հասնեին իրենց նպատակների իրականացմանը։ Ես դրա մասին իհարկե խոսել եմ 2 տարի առաջ, դրա մասին եւ ձեզ ներկայացրեմ 2 տարին նույն այդ նշանների միջով են անցնում այդ լուսնային հանգույցները, հա։ Եվ լուսնային հանգույցները մուտք են գործում վերընթաց լուսնային հանգույցը Ռախուն մուտք է գործում ջրհոս, իսկ հարավային Կետուն մուտք է գործում առյուծ կենթանակերպ եւ այստեղ նրանք մնալու են մինչեւ 28 թվականի մարտի 26, այսինքն այդ ժամանակ այդ ընթացքում հատկապես առյուծները կորուստներ կունենան, որովհետև կորուստների լուսնային հանգույցը Կետուն անցնում է առյուծ կենթանակերպով, իհարկե նրանք հակառակն են պտտվում օրակների շարժին, այսինքն սկզբում ավելի շատ կզգան Կետուի այդ ավերիչ ազդեցությունը այն առյուծները, ովքեր ծնվել են օգոստոսի
18-ից 19-ից այդ մոտակայքում, այսինքն վերջը առյուծի։ Եվ նույնը վերաբերվում է ջրհոսներին, այդ ջրհոսները, ովքեր ծնվել են հենց ավելի շատ փետրվարին դեպի ձկներ ընթացող այդ օրերին, նրանք ավելի շատ կզգան ռախուի ազդեցությունը, ռախուն վերընթաց լուսնային հանգույցը նպատակային է, այսինքն այդ լուսնային հանգույցի ազդեցության տակ դուք կարող եք ակտիվ գործել եւ հասնել ձեր ցանկալի նպատակներին, պես ձեռքերը ծալած նստելով ոչինչի չեք հասնի, սիրելի ջրհոսներ, այս 2 տարիների ընթացքում հուլիսի 27-ից հետո պետք է ակտիվ գործել։ Ես իհարկե առանձին Facebook-յան եթեր կնվիրեմ այս իրադարձությանը, աստղաբանական շատ կարևոր աստղաբանական իրադարձություն է, նաև Հայաստանի Հանրապետության համար կարևոր է, ինչու, որովհետև այդ հատվածում ջրհոսի վերջ եւ առյուծի վերջ եւ կույսի սկիզբ Հայաստանի Հանրապետությունը բավականին մուրակներ ունի։ Վեներան գտնվում է առյուծի վերջը, Յուպիտերը գտնվում է կույսի հենց սկզբում եւ Լուսինը գտնվում է 28 աստիճան ջրհոսում։ Հայաստանի 3-րդ հանրապետ սեպտեմբերի 21 1991 թվականի մասին է խոսքը։ Եվ այստեղ այդ Լուսինը վերընթաց լուսնային հանգույցի ազդեցության տակ է հայտնվում, որը ստեղծում է բավականին մեծ ակտիվություն ժողովրդի կողմից, այսինքն հնարավոր է այդ այսպես կայծակնային ինչ-որ հախուռն գործընթացներ կապված փողոցային պայքարի հետ կամ զանգվածային դժգոհության ակցիաներ, ավելի ակտիվ կլինի դա հուլիսի վերջից։ Եվ ուրեմն նաև տեսեք այստեղ ինչ է սպասվում խոյերին։ Խոյերի մոտ 11-5-րդ տները, որը բարենպաստ է հիմնականում նոր նպատակներ դնելու, նոր ծրագրեր դնելու համար։ Ցուլերի մոտ ես ավելի մանրամասն Facebook-յան եթերում կներկայացնեմ, սիրելի բարեկամներ, արդեն շուրջ 50 րոպե խոսում եմ, դուք միշտ դժգոհում եք, որ վիդեոները երկար են։ Դրա համար, քանի որ թեման շատ ծավալուն է լուսնային հանգույցների, մենք առանձին դա կներկայացնենք ուրեմն եթերով։ Ցուլերի մոտ նպատակային լուսնային հանգույց հայտնվում է 10-րդ տանը, որը նշանակում է պետք է գործնական ոլորտում ավելի շատ քայլեր կատարել, որպեսզի հասնել հաջողության, պաշտոնի աշխատանքի հետ կապված։ Երկորակների մոտ 9-րդ տանն է, որը կապված է գաղափարախոսության հետ, հավատքի հետ, ուսման հետ, այդ ոլորտներում ավելի շատ պետք է ինչ-որ գործադրել, դատական ոլորտը նույնպես կապված է 9-րդ տան հետ, բայց ավելի շատ նաև գաղափարախոսություն։ Ինձ թվում է այդ ժամանակ Նիկոլ Փաշինյան արդեն հուլիսի վերջից կսկսի այդ եկեղեցու դեմ այդ արշավը։ Խեցգետիների մոտ 8-րդ տանն է հայտնվում վերընթաց լուսնային հանգույցը, որը ֆինանսական ոլորտի հետ է կապված, անշարժ գույքի հետ է կապված, ժառանգության հետ է կապված, այսինքն այդ ոլորտները պետք է լինեն մշտապես ձեր ուշադրության կենտրոնում։ Նաև վարկերը եւ պարտքերը։ Առյուծների մոտ վերընթաց լուսնային հանգույց հայտնվում է 7-րդ տանը, իսկ կետուն, այսինքն հարավային լուսնային հանգույցը, որը լի բաժակն է, որը խորհրդանշում է նախկին կյանքերից եկող մեր ամբողջ, պես ասած, ճակատագիրը, հա, եւ ցեղի հետ կապված ճակատագիրը, ընդհանրապես այն ամենը, ինչ որ մենք լցրել ենք մեր բաժակի մեջ, նաեւ այս կյանքում, նախորդ շրջանում, նախորդող շրջանում։ Այնպես որ առյուծները, այսպես ասած, հատուցում իրենց անպայման կստանան։ Բայց ամեն դեպքում առյուծներին պետք է զգուշ լինել, որովհետև կետուն դա կորուստների լուսնային հանգույցն է եւ հնարավոր են կորուստներ, խնդիրներ առողջական, խնդիրներ ֆինանսական, տարբեր բնույթի կորուստներ։ Պետք է զգուշ լինեն, նամանավանդ որ, այսպես ասած, մեր ընդդիմության կարկառուն ներկայացուցիչներից մեկը առյուծ է, Սամվել Կարապետյանը, եւ առյուծ է նաեւ կաթողիկոսը Գարեգին II։ Ես դրա մասին բազմից ասել եմ։ Այս ընթացքը արդեն շատ ծանր բարդ է, պետք է զգուշ լինել։ Եվ վերընթաց լուսնային հանգույցը 7-րդ տանն է, այսինքն պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել ձեր զուգընկերներին, գործընկերներին, այսինքն այն մարդկանց, ովքեր ձեզ շրջապատում են, եւ հրաժարվել էգոիզմից։ Ու առյուծի համար ամենաբարդը հենց այդ էգոիզմից հրաժարվել, եսից հրաժարվելն է, որ Սամվել Կարապետյանը կանգնում ասում էր, ես արդեն հաղթել եմ, ես ամեն ինչ եմ։ Հիմա, եթե նա ցանկանում է ինչ-որ շտկել իրավիճակը կամ ինչ-որ ձևով գոնե հաղթարել այս
մեծագույն պարտությունը, դա պետք է նա անպայման լսի այն մարդկանց, խելոք մարդկանց, ովքեր գտնվում են իր շրջապատում եւ ընդհանրապես ովքեր կան մեր քաղաքական դաշտում։ Եթե նա դա չանի, նա ել ավելի մեծ պարտություն է կրելու։ Եվ կույսերի մոտ վերընթաց լուսնային հանգույցը, սիրելի կույսակներ, հայտնվում է ձեր 6-րդ տանը, որը կապված է առողջության, աշխատանքի պատասխանատվության հետ, այսինքն այդտեղ պետք է անպայման ուշադրություն դարձնել։ Կշերքների մոտ 5-րդ տանն է հայտնվում վերընթաց լուսնային հանգույցը, որը կապված է սիրո, ստեղծագործության, երեխաների հետ, այսինքն այստեղ պետք է այս ոլորտները պետք է լինեն ուշադրության կենտրոնում եւ այստեղ դուք կարող եք ակտիվ գործել եւ հասնել այս ոլորտներում հասնել հաջողության։ Կարիճների մոտ 4-րդ տանն է գտնվում վերընթաց, հայտնվում է 4-րդ տանը, որը կապված է տան ընտանիքի ծնողների հետ։ Այսինքն այդ հարցը տան հետ կապված, չգիտեմ, ցանկանում եք ձեր տանը ապրել, թե տեղափոխվում եք այլ երկիր, այլ տուն, այդ բոլորի մասին պետք է լրջագույն մտածեք մոտակա 2 տարիների ընթացքում, սիրելի կարիճներ։ Աղեղնավորների մոտ վերընթաց լուսնային հանգույց հայտնվում է 3-րդ աստղատանը, որը կապված է շփումների, կոնտակտների, նոր ծրագրեր, նոր ուսում, նոր ինչ-որ շարժական գույք, նույնպես բարենպաստ է։ Ինչ վերաբերվում է այդ եղջյուրներին, դա բարենպաստ է ֆինանսական ոլորտում քայլեր ձեռնարկել, սիրելի այդ եղջյուրները, որպեսզի ավելի հասնել հաջողության եւ հասնել այն բարձրություններին, որին դուք ձգտում եք հասնել։ Ինչ վերաբերում է ջրհոսներին, դե ջրհոսներին ասացինք առաջի տանն է հայտնվում նպատակային հանգույցը, այսինքն պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել ձեր կյանքի որակը բարելավելու, չգիտեմ, գրեթե բոլոր ոլորտներին է վերաբերվում առաջի տունը, դա այդ 12 տների համագումարն է, ստեցան սիրելի բարեկամներ, գիտեք, եւ բոլոր ոլորտներում պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել։ Եթե ցանկանում եք հասնել հաջողության, պետք է ուշադրությունը կենտրոնացնեք ձեր վրա, սիրելի ջրհոսներ, պետք է դառնաք ավելի էգոիստ, եթե ցանկանում եք հասնել ձեր նպատակների իրականացմանը։ Ահա այսպիսի խորհուրդ, ինչ վերաբերվում է ձկնիկներին։ Վերընթաց լուսնային հանգույց հայտնվում է, սիրելի ձկնիկներ, ձեր 12-րդ աստղատանը, որը նշանակում է, որ այժմ դուք պետք է ավելի կենտրոնանաք ձեր ենթագիտակցության վրա, ձեր հոգեբանական խնդիրների վրա, ֆոբիաների վրա, չգիտեմ, ինքնավերլուծությամբ զբաղվեք, էզոտերիկ գիտելիքներով զբաղվեք, որպեսզի կարողանաք հասնել ձեր նպատակների իրականացմանը։ Ձկների համար էլ այսպիսի խորհուրդ։ Եվ պետք է ասել, սիրելի բարեկամներ, որ հուլիսի 27-ից 29-ը հուլիսի ամենաբարդ, ամենաճակատագրական եւ ամենավտանգավոր օրերն են լինելու։ Նաեւ այն պատճառով, որ հուլիսի 29-ին 18:35 րոպեին տեղի կունենա հուլիսյան դժնդակ լիալուսին։ Ու այս լիալուսինը 6 աստիճան ջրհոսում է տեղի ունենալու եւ ինչն է բարդությունը։ Այն է բարդությունը, սիրելի բարեկամներ, որ մի կողմից արեգակը կմիանա մեծ բարերար մոլորակ Յուպիտերի հետ 6 աստիճան առյուծ կենթանակերպում եւ թագավորական աստիճանում, բայց մյուս կողմից դրանց կդիմակային, այսինքն արեգակին եւ Յուպիտերին կդիմակային լուսնի եւ Պլուտոնի միությունը ջրհոսում 6-ից 4 աստիճանում եւ 6-րդ աստիճանը դա լուսինը, բռնի մահվան աստիճան է, որը վտանգ է ստեղծում ժողովրդի համար, մարդկանց, պարզ մարդկանց համար, այսինքն բռնի մահվան վտանգ է ստեղծում, պես որ պետք է շատ զգուշ լինել, հատկապես այդ օրերին, հուլիսի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում։ Եվ այսպիսի լիալուսին, դա շատ բացառիկ լիալուսին է, այս լիալուսինը նախորդում է խավարումների միջանցքին, որը նույնպես բացառիկությունը նրա ավելի ընդգծում է, ավելացնում արեգակի եւ Յուպիտերի միությունը առյուծում դա մեծ ինչ-որ ախորժակներ են, որտեղ է իմ մեծ պատառը համեստորեն հետաքրքրվեց առյուծ, այս սրա մասին է։ Այսինքն ամեն թագավոր, ամեն երկրի ղեկավար այդ վերմակը քաշելու է իր վրա եւ ի վերջո դա հնարավոր է պատռվի, հա, այդ խաղաղությունը փխրուն հնարավոր է ի վերջո պատռվի, հա։
դա է խորհրդանշում այդ Արեգակի եւ Յուպիտերի մեծ նոր տարածքներ գրավեմ, մարդկանց ճնշեմ, ոչնչացնեմ մարդկանց, ես ամեն ինչ կարող եմ, դա շատ նման է Պուտինի եւ Թրամփի հռետորաբանությանը եւ շատ հնարավոր է, որ հենց այդ ժամանակ նրանք որոշեն ինչ որ նոր սադրիչ արշավ սկսեն, հա տարբեր երկրներում իրենց մեծապետական կայսերական ախորժակները բավարարելու համար, բայց դրան դիմակայում է Պլուտոնը, որը հենց պատերազմի խորհրդանիշն է, ավերի խորհրդանիշն է եւ լուսինը, այսինքն ի վերջո այդ բոլոր մեծապետական ախորժակները, մեծապետական ձգտումները դուրս է գալու հասարակ ժողովրդի ջանից, այսպես ասած, եւ հասարակ ժողովուրդն է տուժելու բարդ, շատ բարդ, այսպես լիալուսին է մեզ մոտ։ Այս լիալուսինը իհարկե քանի որ ջրհոսում է, ջրհոսը օդի նշան է, ինքը ընդհանուր առմամբ բարենպաստ է բոլոր օդային նշանների համար, ինչպես երկվորյակների, այնպես էլ կշերքների եւ ջրհոսների համար։ Ջրհոսների մոտ հատկապես 23-ից 26-ը ծնվածները կզգան հունվարի 23-ից 26-ը ծնվածները հատկապես կզգան այդ լիալուսնի ազդեցությունը։ Լիալուսինը ընդգծում է, կենտրոնացնում է ձեր ուշադրությունը տվյալ ոլորտում, որտեղ այն տեղի ունենում, այն աստղատան ոլորտներում, որտեղ նա տեղի ունենում։ Առաջի տունը դա գրեթե բոլոր ամբողջ կյանքն է, ձեր կյանքի բոլոր ոլորտներին, գործնական, անձնական, ֆինանսական, չգիտեմ, ընտանեկան բոլոր ոլորտներում մեծ ազդեցություն է։ Պլուտոնը 20 տարի շարունակ անցնելու է ջրհոս կենդանակերպով, ես զարմանում եմ, որ ջրհոսները հանգիստ նստած են, համեցեք խորհրդատվության, նամանավանդ հիշեցնեմ, որ մինչև հուլիսի 24-ը մեզ մոտ գործում է մեծ զեղչեր եւ խորհրդատվության եւ իմ բոլոր ծառայությունների համար։ Եվ ուրեմն ջրհոսները առաջի տուն, կշերքները դա հիմնականում սիրային ոլորտում է, խոյերի մոտ հիմնականում ընկերների հետ կապված, չափահաս երեխաների հետ կապված եւ on-line բիզնեսի հետ կապված այդ հարցերը պետք է լինեն ուշադրության կենտրոնում։ Ինչ վերաբերվում է հողեղեն նշաններին, հողեղեն նշանները բարեխառն է այստեղ, հողեղեն նշանների համար ազդեցությունը լավ է ցուլերի համար, հիմնականում գործնական, աշխատանքային ոլորտում պետք է կենտրոնացնել ձեր ուշադրությունը, սիրելի ցլակներ, նաև ինչ որ հնարավոր է հետաքրքիր առաջարկություններ լինեն հուլիսի 29-ից հետո։ Ինչ վերաբերվում է կույսերին, հիմնականում առողջական հարցերին եւ աշխատանքային հարցերին պետք է ուշադրություն դարձնել սիրելի ցլակներ, այդ եղջյուրների համար բարենպաստ է այս լիալուսին, հիմնականում ֆինանսական ոլորտում հաջողություն է սպասվում։ Դե ամենաբարենպաստը ջրային նշանների համար է այս լիալուսինը, խեցգետիների համար 8-րդ տանն է հայտնվում, դա կապված արդեն ստուգող մարմինների հետ, ինչ որ վերահսկողության հետ, ֆինանսական խնդիրների հետ պետք է զգուշ լինել օգոստոսին, հատկապես այդ առաջի 2 շաբաթների ընթացքում։ Ինչ վերաբերվում է կարիճներին 4-րդ տանն է հայտնվում, որը կապված է տան ընտանիքի ծնողների հետ։ Այդ ոլորտներում ինչ որ կատեգորիկ որոշումներ, չմտածված քայլեր ցանկալի չէ կատարել, սիրելի այդ բաներ, կարիճիկներ։ Ինչ վերաբերում է ձկներին, այս լիալուսինը հայտնվում է ձկնիկների 12-րդ տանը, որը կապված է գաղտնի թշնամիների հետ։ Այսինքն կրկին անգամ ձկներին պետք է նախ համեցեք խորհրդատվության, օնլայն խորհրդատվությունը 50% զեղչով է, սիրելի բարեկամներ, եւ անպայման պետք է պաշտպանություն ձեզ, դեպ գաղտնի թշնամիներ ակտիվանալու են։ Ինչ վերաբերվում է օդին նշաններին, հրեղեն նշաններին ասեցինք, օդին ասեցինք, բոլորը ասեցինք։ Էլ որը մնաց, ոչ մեկը։ Այնպես որ ընդհանրապես զգուշացեք հուլիսի 27-ից 29 ընկած այդ 2 օրերին ինչ որ կարևոր նախաձեռնություններից, չստուգված տեղեկատվությունից, օտար անծանոթ երկրներ գնալուց, ռիսկային գործունեությամբ զբաղվելուց եւ այլն։ Ռիսկային գոտիներում գտնվելուց, ընդհանրապես եթե ռիսկային գոտում եք գտնվում, նախապատրաստվեք, այսպես ասեմ, սիրելիներս։
Եվ վերջին կարևորագույն երկու իրադարձությունը, որը տեղի կունենա հուլիսին հետընթաց են դառնում երկու բարձրագույն մորակներ՝ Նեպտունը եւ Սատուրնը։ Եվ մորակները, հատկապես հեռավոր, ծանր մորակները, բարձրագույն մորակները լինում են հետընթաց, ապա այդ ժամանակ ստրեսային իրավիճակ է սկսվում, այսինքն այն իրավիճակը, որը չեն հասցրել այդ սև ուժերը, մութ ուժերը, համաշխարհային կառավարությունը իրականացնել ժամանակ երբ ուղընթաց էր, ահա այդ ժամանակ կրկին անցնելուն այդ նույն կետերով կփորձեն այդ ժամանակ իրականացնել։ Եվ այդ ժամանակը որն է, դա հուլիսի 7-ից մինչև դեկտեմբերի 11-13, այդ ժամանակահատվածն է։ Հատկապես վերաբերվում է խոյ կենդանակերպին, որովհետև եւ Նեպտունը եւ Սատուրնը տարանցում են խոյ կենդանակերպով, այս ընթացքում նա հուլիսի 7-ին 13 ուրեմն այստեղ ժամը չեմ գրի, դա էականչի հուլիսի 7-ին Նեպտունը դառնում է ուրեմն հետընթաց 4 աստիճան խոյ կենդանակերպում։ Հատկապես Նեպտունի հետընթաց շարժը կզգան այն խոյերը, ովքեր ծնվել են մարտի 21-ից 25-ը, եւ Նեպտունը հետընթաց կմնա մինչև դեկտեմբերի 13, այսինքն այդ իրադարձությունները, որոնք նրանք կփորձեն չհասցրած այդ բարձրագույն կառավարությունը համաշխարհային կփորձի մինչև դեկտեմբերի կեսերը իրագործել, դուք կարող եք նաև անհատական մակարդակում նույնպես այնինչ որ չեք հասցրել, կարող եք դա հասցնել մինչև դեկտեմբերի 13-ը։ Եվ հուլիսի 26-ին Սատուրնը նույնպես դառնում է հետընթաց, հենց այդ իսկ պատճառով դրանով է պայմանավորված այդ հուլիսի վերջի օրերի վտանգավոր զարգացումները։ Սատուրնը դառնում է հետընթաց խոյ կենդանակերպի 14-րդ աստիճանում եւ հատկապես կզգան այն խոյերը, ովքեր ծնվել են մարտի 26-ից ապրիլի 5-ը, համեցեք խորհրդատվության սիրելի խոյեր, Սատուրնը հետընթաց կմնա մինչև դեկտեմբերի 11, 2026 թվականի։ Եվ հա այսքան է սիրելի բարեկամներ այն մասին, թե ինչ է մեզ սպասվում աղետավբեր եւ անկանխատեսելի ավերիչ հուլիս ամսվա ընթացքում։ Անպայման բաժանորդագրվեք Աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի իմ YouTube-յան ալիքին։